Չեմ կարծում էլի, որ դժվար է իջնելը։ Flytrust կամպանիայի ներկայացուցիչ շուրջ 2007 թվականից զբաղվում ենք բեռնափոխադրումներով։ Նման խնդրի առաջ մինչև այժմ չենք կանգնել, եղել է ժամանակ, որ դաժե Հայաստանը չի եղել SNG-ի կազմում, բայց չենք ունեցել նման խնդիրներ բեռնափոխադրումների հետ։ Ոնց ուզում ենք նայենք, այսօր Հայաստանի տնտեսությունն ու շուկան, եթե ոչ ավել 80%-ով կախված է Ռուսաստանից, եթե ոչ ավել։ Եթե մենք Ռուսաստանի դեմ ուլտիմատում ենք ուզում դնենք, նախորդ այս բոլոր հարցերին լուծում տալուց հետո նոր պետք է ուլտիմատում դնել։ Հիմա այս բոլոր տղերքս թե վարորդները կանգնած, ինչու՞ է այդ վարորդները։ Հիմա վարորդների խնդիրն է, ժամանակ հետո արդեն դառնալու է մեծ բիզնես ունեցող մարդկանց խնդիրը, հետո մանր միջին լոգիստիկա կազմակերպությունները կփակվեն, որովհետև նման խնդիրը եթե վերաբերում է հիմա վարորդներին, կամաց վերաբերելու է բոլորին։ Ընդհուպ միջև ձեզ, որովհետև այն ինչը որ գալիս է Ռուսաստանից, վերաբերում է մեզ բոլորիս ընտանիքներին, բոլորիս, չգիտեմ, յուղերին, քաղաքներին, ուրիշ տարբերակ չունենք։ Մեր տնտեսությունը միանշանակ, իհարկե, եթե Հայաստանի եկեք գնանք դեպի գյուղերը, նայենք տենանք ով է մշակում իր դաշտերը, ոչ մեկ, որովհետև կախված չեն մշակում, որովհետև հնարավորություն չունեն։ Իսկ հացահատիկը Հայաստանի Հանրապետությունում ապրելու միջոցներից մեկն է։ Մենք բոլորս հայ ենք, գիտենք, որ մենք հաստվող ազգ ենք ու սիրում ենք հացը։ Ռուսաստանից է գալի Հայաստանի Հանրապետության հացահատիկային կուլտուրայի 97%-ը։ Հայաստանը ապահովում է ընդամենը 3%-ը։ Մեր տարածքով։ Մենք այդպիսի հարթավայրային տարածքներ մեծ մասամբ չունենք, այն ինչն էլ որ կար, հիմա մնացել է Ադրբեջանը։ Հացահատիկի 5%-ը ապահովում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Աղդամի հարթավայրային շրջանը, հիմա չկա, այդ 5%-ն էլ չունենք։ Մեծ հաշվով հացահատիկային պաշար չունենք։ Ես մնացած բոլոր միջոցները դնում եմ մի կողմ։ Եթե չլինի հացահատիկային կուլտուրա, չլինի աղալուր, ոչ մի բան Հայաստանում չի լինելու։ Գնալու է դեպի թանկացման, իսկ եթե հացը թանկանում է, բոլորս գիտենք, հացի հետ համատեղ թանկանում է մնացած ամեն ինչը։ Խնդրենք մեր կառավարությանը երևի խնդրանքով դիմենք, որովհետև, չգիտեմ, իմ կարծիքով իրանք էլ պետք է մտածեն, որ այս հարցին լուծում տան, որովհետև այդ թանկացման հետ մեկտեղ այս բոլոր մարդիկ մի օր գալու են ստեղ ուրիշ հարցով, ոչ թե այն հարցով, որ վարորդներին դեպորտ են անում, այլ այն հարցով, որ ինչի ամեն ինչը թանկացել։ Իսկ վարորդների հարցը, եթե չկա վարորդ, չկա բեռնափոխադրում, չկա տնտեսություն, կքայքայվի մի օր Հայաստանը կհայտնվի կոպիտ ասած կոտրված տաշտակի առաջ, հետո բոլորս ենք պատասխան տալու համար, դրա համար բոլորս վատ վիճակի մեջ ենք հայտնվելու։ Շնորհակալություն։ Քանի մեքենա ունի եւ քանի տոկոսն արդեն մեր ընկերությունը ուներ 15 ավել մեքենա, այս տնտեսության ոլորտում կամաց դրեցին մեքենաները վաճառքի, որովհետեւ չկա լավ բեռնափոխադրման հնարավորություն։ Մի վարորդին դեպորտ են անում, այն մյուսին չգիտեմ, բոլորս գիտենք, որ ընդ մի հատ խնդիր է վրացին առաջացնում, հետո ռուսը, հետո նորից վրացին ու այս պարագայում մեր կառավարությունը մատնված է բացարձակ անգործության։ Չգիտեմ, ինչ որ ապրանք բերելու համար $1000 ստեղ տուր, $1500 ընդեղ տուր, ոչ մի պատվիրատուի ձեռք չի տա այդ գումարը վճարի, եթե պատվիրատուին ձեռք չտա, բնականաբար բեռնափոխադրողն էլ չպետք է 0 դրամով գնա գա։ Այդ մարդը եթե բեռնափոխադրում է իրականացնում, գոնե ինչ որ շահույթ պետք է ունենա, մեքենա է, աշխատություն է եւ այլն եւ այլն։ Այսօր ամեն բան գնացել է դեպի թանկացման։ Հայաստանի Հանրապետությունում, իսկ մենք բոլորս աշխատում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Կան բաներ, որ փորձում ենք, չգիտեմ, այս կողմից, այն կողմից ավելի հեշտ, ավելի էժան տարբերակով կազմակերպենք, որ գոնե դեպի լավը, դեպի բարելավումը գնա, բայց նորից եմ ասում, եթե մեր երկրի կառավարությունը անգործության է մատնված, ինչքան էլ մենք փորձենք դեպի լավը գնանք, չի ստացվել։ Քայլերը ոնց է պատկերացնում, Ռուսաստանն է ստացվել օրենքները, ինչ պիտի անի Հայաստանը։ Նայեք, տեսեք, ուրեմն Ռուսաստանը այդ օրենքը գործում է բոլորի համար, չէ՞, բայց տեսեք, երբ այդ օրենքը սկսեց գործել, Կազախստանը իր ղեկավարությունը դիմեց Ռուսաստանի Դաշնությանը, թե ինչ քայլեր նրանք կատարեցին, ես չեմ ուզում բարձրաձայնել, որովհետև դա կառավարության ու իրենց որոշումն է։ Դիմեց Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ ինքը զգաց, որ իր տնտեսության 90%-ը կապված է Ռուսաստանի հետ, դիմեց Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի վարորդների 90 օրը բարելավեն, սարքեն 200 օր, 180 օր։ Հիմա կոնկրետ Կազախստանը 200 օր մաքսիմալ իրանց ժամկետն է, իսկ 200 օր տարվա մեջ դա նորմալ երևույթ է։ Նայեք, դուք դա վարորդներից եք լսել, որովհետև պաշտոնական ոչ կա, պաշտոնական մեկնաբանություն կա, եթե մտնեք կազախական իրենց պաշտոնական կայքեջը,
Կազախստանի կառավարությունը հայտարարություն է տարածել, որ հարցը Կազախստանի Հանրապետության վարորդների համար բեռնափոխադրող ընկերությունների համար լուծված է, իրենք ունեն 180 օր բեռնափոխադրման, 200 օր Ռուսաստանում գտնվելու համար։ Ես մի ճշտում էլի անեմ, ձեր վարորդներից քանի տոկոսն է, որ այդ դեպորտները ստացել է արդեն։ Եթե ոչ ավել 30%-ը, եթե ոչ ավել 30%-ը արդեն դեպորտացիայի արգելափակման տակ է, այնտեղ 3 տարի, 5 տարի, 6 ամիս ժամկետներ կա։ Բայց որ հաշվենք անեց, արդեն բոլորն են համարյա, որովհետև Նարինե ջան ոչ մեկ չի կարա գնա։ Ոչ մեկ չի կարա գնա արդեն։ Եզրափակված, արգելափակված չեմ, բայց արդեն չեմ կարողանում գնալ։ 94 օր, մարդկա 100 օր։ Չեն կարում գնան, ռիսկ էլ չեն անում, որ գնան այդ արգելափակումները ստանան։ 3 տարի, 94 օր։ Չեք ուզում գնալ։ Չեմ ուզում գնալ, որովհետև կարող է հենց լարսից հետ տան։